Բարի առավոտ, հարգելի հեռուստադիտողներ, Կոտայք TV-ի եթերում բարի լույսն է եւ ես ձեր հաղորդավար Ալիտա Եղիազարյանս ձեզ մաղթում եմ ուրախ եւ էներգիայով լի օր։ Իսկ այդ էներգիան եւ դրական լիցքերը դուք կստանաք, եթե իհարկե չփոխեք հեռուստաալիքը եւ հետևեք մեզ։ Եվ հաղորդումը ցանկանում եմ սկսել մեր ամենասիրելի Կոտայքի մարզի ամենասիրված ու հայտնի տուրիստական քաղաքներից մեկի մասին խոսելով։ Ծաղկաձոր քաղաքը բոլոր եղանակների համար է։ Այն գտնվում է Կոտայքի մարզում Հրազդան քաղաքից 5 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք եւ մոտավորապես 50 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Երևանից։ Ծաղկաձորը Հայաստանում լավագույն եւ ամենամեծ առողջարանային կենտրոններից մեկն է։ Այն տեղակայված է Թեղենիսի արևելյան լանջին, ծովի մակերևույթից 1840 մետր բարձրության վրա։ Ծաղկաձորի անունը արդեն իսկ խոսում է նրա գեղեցկության մասին։ Այն հայերենից թարգմանաբար նշանակում է ծաղիկների ձոր։ Ծաղկաձոր այցելելով ձեր հանգիստը բնության գրկում անցկացնելուց հետո նաև հնարավորություն ունեք վայելելու Հայաստանի մի շարք պատմամշակութային վայրեր, օրինակ Կեչարի Սվանական համալիրը, վայր, որտեղ պետք է այցելեն պատմամշակութային իրական արժեքների սիրահարները։ Կեչարի Սվանքը արևելյան Հայաստանի նշանակալից կրոնական համալիրներից է եւ հայկական լեռնաշխարհի լավ պահպանված միջնադարյան ճարտարապետական լավագույն նմուշներից մեկը։ Այն հիմնադրվել է 11-րդ դարի սկզբին եւ ներառում է 4 եկեղեցիներ։ Գլխավոր եկեղեցին 1033 թվականին կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է, իսկ հաջորդը Սուրբ Նշան եկեղեցին է, որը կառուցվել է 1051 թվականին եւ գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց դեպի հարավ։ Երրորդը 13-րդ դարի սկզբին կառուցված կաթոլիկ եկեղեցին է, տեղակայված է Համալիրի հարավային մասում։ Դա Սուրբ Նշանի կողքին է գտնվում։ Համալիրի 4-րդ եկեղեցին Սուրբ Հարությունն է, որը կառուցվել է 1220 թվականին։ Սիրելի հեռուստադիտողներ, քիչ հետո մենք ունենալու ենք շատ հետաքրքիր հյուր եւ խոսելու ենք շատ կարեւոր եւ հետաքրքիր թեմայից, իսկ մինչ այդ առաջարկում եմ ընդմիջենք, երաժշտական ընդմիջում ունենանք, լսենք հաճելի երաժշտություն, վերադառնանք եւ շարունակենք եթերը։ Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ, մեր հյուրը արդեն տաղավարում է, սիրով ներկայացնեմ նրան։ Այսօր խոսելու ենք Հայաստանի բնության պետական պահպանության թանգարանի տնօրեն Լիլիթ Գալստյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, լավ եմ։ Շնորհակալ ենք մեր հրավերը ընդունելու համար եւ մեր զրույցի այսօր ուզում եմ սկսել, քանի որ երեք նշվում էր կենսաբազմազանության միջազգային օրը, հատկապես հետաքրքիր է թե թանգարանը, բնության պահպանության պետական թանգարանը ինչպես է նշել օրը եւ հիմնական ուղերձները, որ ցանկանում եք փոխանցել։ Շնորհակալություն հրավերի համար, այո, երեք ամբողջ Հայաստանը եւ ընդհանրապես ամբողջ աշխարհը նշում էր կենսաբազմազանության միջազգային օրը։ Մինչև թանգարանի գործունեության անցնելը ես կարճ ասեմ ինչ է կենսաբազմազանություն։ Կենսաբազմազանությունը դա մեր երկիր մոլորակի բնական միջավայրն է, բույսերը, կենդանիները իրենց էկոհամակարգերով։ Օվկիանոսայինը առանձին է, անտառներում առանձին են, այդ ամբողջը միասնական կոչվում է կենսաբազմազանություն, այսինքն բույսեր եւ կենդանիներ տեսակներ։ Թանգարանը իր գործունեությունը ծավալում է 1952 թվականից։ Հիմնական նպատակն է ծանոթացնել Հայաստանի բնաշխարհին։ Բացի Հայաստանի բնաշխարհի ծանոթացնելուն, թանգարանի գերնպատակն է նաև էկոկրթությունը։ Տարածել էկոկրթություն, մակարդակի, բնապահպանական մակարդակի մտածելակերպի բարձրացում, ինչպես նաև բնապահպանական միջոցառումների իրականացում ուսումնական հաստատությունների հետ։ Իսկ ինչ նշանակություն ունի կենսաբազմազանության միջազգային օրը բնության պահպանության համատեքստում հիմնական։ Բնության պահպանության համատեքստում բազմաթիվ միջազգային օրեր կան, որոնք նշվում են, եւ թանգարանն էլ զերծ չի մնում, բոլոր միջազգային օրերը նշում է եւ էկոկրթական միջոցառումներ է կազմակերպում տարբեր տարիքի աշակերտների հետ։ Բայց բնության պահպանությունը այսօր մենք բոլորս էլ գիտենք, որ համարվում է առաջնային գերնպատակ, որովհետև մենք ինքներս տեսնում ենք բնության այնպիսի աղետներ, որոնք հակադարձում են եւ անդրադարձում են մարդուն։ Մարդը ապրելով բնական միջավայրում, որոշակի գործունեության ծավալելու հետևանքում ունենում ենք էկոհամակարգերի խախտում։ Մենք բոլորս էլ գիտենք, որ բնության մեջ բոլոր մասնիկները իրար հետ սերտ կապված են եւ այդ սերտ կապված մասնիկների
տեսակներից մեկը եթե փոփոխվում է կամ ինչ որ տեսակ անհետանում է, ամբողջ այդ շղթան սկսում է խախտվել։ Եվ ինչքան էլ բնությունը կարողանում է ինքն իրեն վերականգնել, հասնում է մի աստիճանի, երբ որ մարդու գործունեությունը այնքան բարձր է, ազդեցությունը այնքան բարձր է, որ այդ ինքնավերականգնումը եւ այդ հավասարակշռությունը արդեն խախտվում է։ Եվ մենք ունենում ենք էկոլոգիական ճգնաժամ, որի մասին մենք արդեն մտածում ենք, մենք որոշակի միջոցառումներ ենք անում, որը ուղղված է բնապահպանությանը։ Իսկ այն հիմնական գործոնները, որոնք որ մարդիկ կատարում են, որոնք որ հատկապես շատ է վնասում կենսաբազմազանությանը եւ հատկապես բնությանը։ Ընդհանրապես մարդը իր, այսպես ասած, զարգացման փուլերում ապրելով միշտ օգտվում է բնությունից։ Տարբեր փուլերում նախնադարյան համայնակարգում ավելի քիչ, ինչքան զարգացավ մարդու գիտակցությունը, ինչքան պահանջները մարդու մեծացավ, պարզ է, որ բնության մեջ օգտագործումը սկսեց ավելի շատ լինել եւ հանգեցինք որոշակի խնդիրների։ Առաջինը բնական միջավայրի փոփոխությունն է։ Պարզ է, որ մարդը ապրելով, ստեղծելով իր միջավայրը, պետք է բնական միջավայրը փոփոխի։ Ամենամեծ վնասները բերում են հիմնականում բնակավայրերի կառուցումը, հանքավայրերի շահագործումը, անտառների հատումը։ Այդ բոլոր խնդիրները հանգեցնում են այնպիսի բնապահպանական խնդիրների, որոնք մենք այսօր տեսնում ենք։ Առաջինը կլիմայի փոփոխություն, տեսակների որոշակի անհետացում եւ բազմաթիվ հողերի էրոզիա, անապատացում, այդ բոլոր խնդիրները գալիս են մարդու գործունեությունից։ Այն նշեցիք որոշ կենդանիների վերացում, որոնք են այն ամենաշատ հազվագյուտ տեսակները կենդանիների, որ վտանգված են հիմա Հայաստանում։ Ամբողջ աշխարհում կան վտանգված բազմաթիվ տեսակներ, Հայաստանը զերծ չի մնում։ Ամենաառաջի խնդիրը ես արդեն նշեցի, դա էկոհամակարգի փոփոխությունն է։ Յուրաքանչյուր էկոհամակարգի փոփոխություն հանգեցնում է տեսակի անհետացմանը։ Տեսեք, անտառների հատում, օրինակ եմ բերում, անտառների հատումը հանգեցրեց կլիմայական փոփոխությունների։ Տարածաշրջանը որոշակի չորացավ։ Դրանից դուրս են, այսպես ասած, շղթայական գալիս են մյուս տեսակների փոփոխությունները կամ գիշատիչ կենդանիների քանակի կրճատում։ Այս դեպքում արդեն ավելանում են ոչ գիշատիչները։ Եվ այդ հավասարակշռությունը, երբ որ խախտվում է, արդեն մի տեսակի ավելացումը, մյուսի պակասումը բերում է բազմաթիվ խնդիրների։ Հիմա ես ուզում եմ խոսել կենսաբազմազանության մասին։ Հայաստանը համարվում է տարածաշրջանի եւ ընդհանրապես աշխարհի ամենակենսաբազմազանությունով հարուստ երկրներից մեկը։ Մեր 1000 քառակուսի կիլոմետրի վրա ապրում է 107 տեսակ։ Պայմանավորվածությունը դա առաջինը մեր ռելիեֆն է, որը լեռնային է եւ յուրաքանչյուր գոտիներում, բարձրադիր գոտիներում ձևավորվում են տարբեր լանդշաֆտային գոտիներ։ Մենք ունենք կիսաանապատային գոտից մինչեւ բարձր լեռնային ձնային գոտի եւ յուրաքանչյուր գոտին պարզ է, որ պետք է ունենա իր հողային, բուսական, կենդանական աշխարհը։ Հայաստանի բազմազանությունը նաև կախված է տարածաշրջանի, մի քանի տարածաշրջաններ կենտրոնում լինելուց։ Օրինակ Կովկասյան տարածաշրջանը, Անատոլական Սարահարթինը, Միջերկրածովայինը եւ այդ բոլոր տեսակները, քանի որ միգրացիա են անում կենդանատեսակները եւ բույսերն էլ հանդիպում են մեր տարածաշրջանում։ Եվ այդ առումով Հայաստանը կենսաբազմազանության առաջատար երկիր է։ Մեզ մոտ մի քանի թիվ ասեմ, աճում են 3800 տեսակի բույսեր, բարձրանոթավոր բույսեր։ Մեզ մոտ կենդանատեսակներից ամենամեծ տեսակները կազմում են անողնաշարավորները 17000 տեսակ։ Մեզ մոտ հանդիպում են տարածաշրջանի, հարևան տարածաշրջանից մի քանի տեսակներ։ Մի օրինակ էլ կարող եմ բերել։ Եվրոպական տարածաշրջանը մոտ 10 միլիոն է կիլոմետր քառակուսի, իսկ Հայաստանը, այսպես կլորացնեմ, 30000 քառակուսի կիլոմետր։ Եվրոպական այդ 10 միլիոն տարածքի վրա հանդիպում է 500 տեսակի թռչուն, իսկ Հայաստանում հանդիպում է 370 տեսակի թռչուն։ Այսինքն այդ տարբերությունը դուք նկատեցիք, որ ինչքան մեծ է փոքր տարածքի վրա բազմաթիվ տեսակներ հանդիպելը։ Մեր տեսակներից յուրահատուկ են եւ անհետացման եզրին գտնվում են բեզոարյան այծը, հայկական մուֆլոնը ավելի շատ, Կովկասյան ընձառյուծը, որը կարմիր գրքում է, բայց ունենք ուրախալի լուր, որ սկսել են քանակը, այսպես ասած, շատանալ եւ հանդիպում է արդեն Հայաստանում։ Մեկ առանձնյակ ունենք, որ ապրում է Խոսրովում եւ չի տեղաշարժվում, այսինքն արդեն 4-րդ տարին է, եթե չեմ սխալվում։ Տեսակներից, բույսերի տեսակներից շատ ունենք անհետացող, բույսերը մի քիչ խնդրահարույց են, որովհետև
եթե կենդանիների որսը կարելի է կառավարել, բույսերինը մի քիչ ավելի բարդ է։ Յուրաքանչյուր սեր գնալով բնություն ուզում ենք ինչ-որ մի բան քաղել, պոկել։ Եվ բույսերը նաև հանդիսանում են եւ կերային որպես սնունդ, եւ բուժիչ նպատակներով, եւ ներկատուներ, դա է պատճառը, որ բույսերը ավելի անհետացող են համարվում։ Իսկ այսօր ինչ եք նկատում, փոփոխություններ կան, օրինակ անօրինական որսը որքանով է արդեն պակասել կամ չի կատարվում, կամ մասամբ քիչ է կատարվում արդեն։ Այսպես ասեմ, ես տեսնում եմ դրական առաջընթաց։ Կա որոշակի օրենսդրության սահմանված խիստ կանոններ, օրենքի մեջ փոփոխություններ են կատարվել, որը ավելի խստացրել է որսագողությունը։ Հետևողականությունը շատ բարձր է։ Մեր կառավարությունը եւ շրջակա միջավայրի նախարարությունը իր բոլոր, այսպես ասած, ուժերը ներդրում է, որ այդ ուղղությամբ բաց թողումներ չլինեն։ Եվ իմ կարծիքով ես ինքս տեսնում եմ տարբերություն, որ կա դրական առաջընթաց։ Հատկապես մի բան էլ կուզեմ ավելացնել, մարդկանց մտածելակերպի փոփոխություն պետք է լինի, այո, եւ ոչ թե միայն սպառողի դեր տանի հասարակությունը, այլ նաեւ անդրադարձնի վերցրածը, այսինքն մի քիչ էլ բնության մասին ինքը մտածի։ Եվ եթե այդ փոփոխությունը նկատվի, եւ ես տեսնում եմ ապագա սերունդի մեջ որոշակի մտածելակերպի փոփոխություն, ինձ թվում է ամեն ինչ լավ կլինի։ Դա մեկ հաստատության հետ կապված չի, դա բոլորս պետքա միասին շղթայական համագործակցենք, ոնց ասած, ընտանիքից մինչև բարձր, այսպես ասած, լիազոր մարմիններ եւ Հայաստանի Հանրապետության կառավարություն միահամուռ ուժերով կարողանանք հասնենք մեր նպատակին։ Այդ իրազեկվածությունը նաև բարձրացնելու նպատակով հատկապես կարևոր է, երբ որ հատկապես թանգարանները ինչ նշանակություն են եւ ինչ իրազեկման, օրինակ արշավներ կամ գիտաժողովներ է կազմակերպում, որպեսզի հասարակության, այսպես ասած, իրազեկվածությունը նույնպես հասնի բարձր մակարդակի։ Այո, այսօր շատ կարևոր է բնապահպանական մտածելակերպի ձևավորումը, հատկապես ավագ փոքր սերունդի մեջ, այսինքն մատաղ սերունդի մեջ, որտեղ նրանք են մեր ապագան, եւ եթե իրենց մեջ փոխվի մտածելակերպը պահպանել բնություն, դա ամենակարևորն է այսօր, ինձ թվում է մենք չենք ունենա հետագայում խնդիրներ։ Բայց առանձնացնեմ, որ ոչ միայն մեր թանգարանը, այլ ընդհանրապես նախարարությունը ունի էկոկրթական բազմաթիվ ծրագրեր, իրականացնում է ընդհանրապես տարբեր մարզերում, մենք մեր տարածքում տարվա մեջ, եթե հաշվեմ, մոտավորապես 20-ից ավելի միջոցառումներ իրականացնում ենք շրջակա միջավայրի նախարարության հետ, հատկապես էկոկրթական թեմաներով։ Կարմիր գիրք, անտառների միջազգային օր, ջրերի պաշտպանության օր, համաշխարհային օր, նույնիսկ ճահիճների պահպանության, գերխոնավ տարածքների պահպանության օր ունենք, այդ բոլոր տոները մենք նշում ենք, հավաքագրում ենք դպրոցականներ, ովքեր ցանկանում են, մասնակցում են, լսում են դասախոսություններ, ֆիլմեր են դիտում, քննարկումներ է լինում, հրավիրում ենք մասնագետներ, վերջում լինում են վիկտորինա խաղեր եւ նկատվում է, որ երեխաների մոտ կա սեր դեպի բնությունը։ Եվ այսպիսի միջոցառումներ նպաստում են նաև այդ սերը ավելի շատ արթնացնելու։ Կատարում ենք ծառատունկ հարակից տարածքում, օրինակ այս տարի Անտառների միջազգային օրը Հայանտառ պոակի հետ կազմակերպեցին միջոցառում, որի ավարտից երեխաները սերմեր ցանեցին եւ այդ սերմերը բոլորը աճել են եւ տեղափոխվեցին մեր հարակից տարածք տնկվելու։ Եվ նաև հետաքրքիր է խոսենք թանգարանի գործունեության մասին, քանի տարի է թանգարանը, ինչ գոյություն ունի եւ հետաքրքիր է նաև ինչ յուրահատկություն կա, քանի որ կոչվում է բնության պահպանության թանգարան, ինչ տեսակներ կան թանգարանում եւ կենդանիների եւ բույսերի եւ ինչ հազվագյուտ տեսակներ կան նաև թանգարանում։ Հայաստանի բնության պետական թանգարանը հիմնադրվել է 1952 թվականին։ Նախկինում տեղավորված է եղել Մաշտոցի պողոտայի այսօրվա Կապույտ մզկիթի բակում։ Հետագայում տեղափոխություններ է տեղի ունեցել եւ 2004 թվականից վերաբացվել է այսօրվա հասցեն Երևան Տիգրան Մեծ 34 հասցեում։ 4 սրահ ունենք, 4 սրահում ներկայացված է ամբողջությամբ Հայաստանի բնաշխարհը։ Անցյալ, օգտակար հանածոներ, կլիմայական ջրագրական պայմաններ, հատուկ պահպանվող տարածքներ եւ լանդշաֆտային գոտիները իրենց բուսական կենթանական աշխարհով։
Մեզ մոտ ներկայացված է յուրաքանչյուր լանդշաֆտային գոտի իր բնորոշ կենդանական աշխարհով եւ բուսական աշխարհով եւ առանձին պիտակներով, հատկապես կարմիր գույնով ներկված, առանձնացվում են կարմիր գրքյան տեսակները եւ էնդեմիկ տեսակները։ Էնդեմիկ տեսակ, առիթից օգտվելով ասեմ, որ այն տեսակն է, որը ապրում է միայն տվյալ տարածքում եւ հենց հայկական մուֆլոնը համարվում է մեր էնդեմիկ տեսակներից մեկը։ Երեխաները եւ ընդհանրապես այցելուները կարող են մի հարկի տակ մոտ էքսկուրսիան տևում է 1 ժամ, 1 ժամում ստանալ ամբողջությամբ տեղեկատվություն, թե իրենց հարազատ երկրում, մեր բնաշխարհում ինչ տեսակներ կան։ Ամբողջը իրենց աչքի առաջ են։ Թանգարանը ունի 7000 նմուշ, ցուցադրվում են մոտ 2500-ը եւ պարբերաբար փոփոխություններ են գրում։ Ես ուզեմ առանձնացնեմ այնպիսի կենդանատեսակների մնացորդներ, որոնք ժամանակին ապրել են Հայաստանում եւ այսօր չկան այդ տեսակները եւ դրանց կոչվում են բրածոներ, ներկայացնում ենք Հայաստանի բնության թանգարանում, խոսում ենք դրանց մասին եւ կապում ենք նաեւ անհետացումը ինչի հետ է կապված։ Ժամանակին եղել է անհետացումներ, դա կլիմայի փոփոխության հետ է կապված եղել, բայց այսօրվա անհետացումների հիմնական պատճառը մարդկային գործունեությունն է եւ դա ավելի արագ է ազդում անհետացմանը, քան ասենք կլիմայի փոփոխություն կամ բնական միջավայրի փոփոխությունը, բնական ձև։ Օրինակ, ասենք 4-ական սառցապատումը։ Սառցապատման ժամանակ որոշակի տեսակներ անհետացել են, բայց այսօրվա տեսակները անհետանում են ավելի արագ։ Դա արդեն մեր գործունեության, վատ գործունեության ազդեցությունն է։ Թանգարանը ունի բազմաթիվ գործընկերներ, համագործակցում են Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության ինստիտուտի հետ, Բուսաբանության ինստիտուտի հետ։ Տվյալ տեսակը, երբ որ մենք ունենում ենք, հիմնականում որոշելու որտեղից է, ինչ կատեգորիայի է, պահպանման ինչ այսպես առանձնահատկություններ ունի, համագործակցում են գիտական ոլորտի հետ եւ ցուցադրում ենք։ Բոլոր նմուշները ունեն իրենց անձնագրերը։ Յուրահատուկ են, չէ՞, ասենք թանգարանի ոչ մի նմուշ հենց այնպես չի տեղադրվում, իրենք ունեն իրանց համարները, հաշվառանիշ ենք ասում, ունեն իրանց անձնագրերը, նկարները եւ գրանցված են մայր մատյանում։ Յուրաքանչյուր նմուշ, եթե չնայած շատ լավ ենք պահում, վնասվում է, որտեղ բոլորդ էլ գիտեք, որ մեզ մոտ բնական են, բնական նմուշները կարող են վնասվել եւ այդպես ասած դուրս է գրվում, բայց այդ տեղը, այդ համարանիշը էլ չի օգտագործվում, դա կատարվում է հանձնաժողովի եւ ընդհանրապես որոշակի կարգով։ Այ նշեցիք թանգարանում կա մոտավորապես 7000-ից ավել տեսակներ, բայց կարող եք առանձնացնել մեկ կամ մի քանի յուրահատուկ տեսակ, որ ձեզ հատկապես տպավորել է։ Ես բոլոր տեսակներն էլ շատ սիրում եմ, որովհետեւ յուրահատկությունն են, բայց կառանձնացնեմ այնպիսի տեսակներ, որոնք անհետացման եզրին են, առաջի սրահում կառանձնացնեմ հավալուսնը։ Հավալուսնը խոշոր թռչուն է, երկու տեսակ ունենք, գանգրափետուր եւ վարդագույն, երկուսն էլ չուի ժամանակ իջնում են Հայաստանի տարածքում, հանդիպում են հիմնական միջրավազանների մոտ, հատկապես Արփի լճի տարածաշրջանում, օրինակ անցած տարի տեսախցիկները մոտավորապես 50 եւ ավել ֆիքսել էին։ Գանգրափետուրը նույնիսկ բնադրում է։ Խոշոր թռչուն է, որի թևերի բացվածքը կարող է հասնել մինչև 3 մետրի։ Ու շատերը որ գալիս են, ասում են մենք ունենք այս տեսակից։ Մենք ունենք բազմաթիվ տեսակներ ու դա ամենակարևորներից մեկը, որ այդ միգրացիայի գոտու կենտրոնական մասում է գտնվում Հայաստանը եւ բոլոր տեսակները։ Պատկերացրեք, ֆլամինգո էլ ունենք։ Ֆլամինգո ոչ թե ապրում է երկար Հայաստանում, նորից չուի ժամանակ իջնում է, որոշ ժամանակ մնում է Արմաշի ձկնաբուծարանների հատկապես տարածքում, Սևանա լճում է հանդիպել եւ շարունակում է ճանապարհը։ Որպես հետաքրքիր նմուշ կառանձնացնեմ գորշ արջը, կառանձնացնեմ մեծ արոսը, որը կիսանապատային թռչուն է եւ միջազգային կարմիր գրքում է ներառված նույնիսկ։ Կառանձնացնեմ ընձառյուծները։ Երկու ընձառյուծ ունենք ցուցանմուշ, ես ասացի, որ մոտ 20 տարի Հայաստանում ընձառյուծ ընդհանրապես չի եղել եւ արդեն 4 տարի է, որ ընձառյուծ կա, գրանցվում է, ֆոտոթակարդները ֆիքսում են եւ այս մարտին, եթե չեմ սխալվում, նույնիսկ ցակ էր ֆիքսվել, որ դա շատ դրական ցուցանիշ է, դա նշանակում է, որ բնական միջավայրը մեզ մոտ բարելավում է, իրենց միջավայրը ապրելու կատարյալ է, կերը կա եւ իրենք պետք չէ տեղաշարժվեն, մնում են այդտեղ։ Ընձառյուծների նմուշները, որ ասում եմ թանգարանում կան, մեզ մոտ 1960 թվականից են։ Մեր նմուշները շատ բացառիկ են, որտեվ
այնպիսի նմուշներ կան, որ դա բնության մեջ երբեք չես կարող տեսնել, դրանցից կառանձնացնեմ սև արագիլը։ Սպիտակ արագիլ բազմաթիվ կա, բայց սև արագիլ շատ հազվադեպ է հանդիպում, նորից Արփի լճի տարածաշրջանում է հանդիպում եւ անգղերը։ Հայաստանի բոլոր անգղերը կարմիր գրքում են։ 4 անգղ ունենք՝ սև, սպիտակագլուխ, մորուքավոր եւ գիշանգղ։ Բոլորը կարմիր գրքում են։ Եթե վերցնենք որսագողություն, առաջի տեղում չի որսագողությունը, առաջի տեղում է բնական միջավայրի, իրենց ապրելամիջավայրի փոփոխությունը։ Հետո նոր արդեն մնացած գործոնները։ Բոլոր նմուշներն էլ լավն են։ Սիրով հրավիրում եմ ձեզ, համեցեք, էքսկուրսիա լսեք եւ որ ասում են կենսաբազմազանություն մեկ հարկի տակ, այդ Հայաստանի բնության պետական թանգարանն է։ Իսկ կան տեսակներ, որ դեռ թանգարանը չունի եւ ցանկանում է համալրվել եւ ունենալ։ Կան տեսակներ, որոնք չունենք, բայց դրանք կարմիր գրքյան են եւ շատ քիչ են եւ մենք որս չենք անում, չենք ուզում այդ տեսակից ունենալ, պատահական, եթե լինում է, ասենք, գտնում են սատկած կամ կենթանաբանական այգում խնդիր է լինում, համագործակցության արդյունքում բերում են մեզ, սովորական քաղաքացիներն էլ կարող են նմուշ բերել, մեր մասնագետը, մենք ունենք մասնագետ, որը կոչվում է մաշկաքանդակագործ, ինքը հենց տեղում ունենք սենյակ, մաքրում է, վերամշակում է որոշակի, դա երկար փուլ է անցնում, հետո նոր պատրաստում է ցուցանմուշը։ Երեխաներից շատերը հարցնում են, որս եք անում, ինչ եք որս անում, մենք պարտադիր բացատրում ենք, որ որսի արդյունքում չեն մեր նմուշները, այլ գիտահետազոտական եւ տարբեր, ասենք, բարերարների օգնությամբ կարողանում ենք հայթայթել։ Չնայած այսօր խնդիր ունենք մեծ նմուշները շատ բարդ է համալրել, որովհետեւ պատկերացեք Գորշ արջը ինքը արդեն կարմիր գրքում է կամ նույն Կովկասյան ընձառյուծը հնարավոր չի անհետացող կենթանուն մենք բերենք ցուցադրենք։ Դրա համար մենք ունեցածը շատ լավ աչքի լույսի նման պահում ենք, տարին 4 անգամ ախտահանում ենք կատարում, բոլոր նմուշները հանվում են, հատուկ նյութերով փչում ենք իրենց վրան, երկար ժամանակ մնում են, մոտ մի 3-4 օր կատարվում է մաքրման աշխատանքներ, վերականգնման աշխատանքներ, օդափոխվում է, նորից այցելուներին ընդունում ենք։ Նաև կան ցուցադրություններ, կենթանական տեսակներ կամ բուսական, որոնք դեռ այցելուներին հասանելի չեն տեսել եւ մոտ ապագայում կարող են այցելել եւ տեսնել։ Ունենք մի քանի թռչինի տեսակներ ունենք, որոնք դեռ պատրաստման փուլում են եւ հուսով եմ մինչեւ տարեվերջ կունենանք։ Պես չեմ բարձրաձայնի, բայց ունենք։ Նաև հետաքրքիր է իմանալ թանգարանների, այս հատկապես բնության պահպանության պետական թանգարան, այցելողները ավելի շատ երիտասարդ երեխաներ են, թե ավելի շատ մեծահասակներ եւ երեխաների հետաքրքրվածությունը թանգարաններ հատկապես որքանով է մեծացել։ Հիմնական մասը դպրոցականներ են, բայց մենք տարիքային սահմանափակում չունենք, որովհետեւ միակ թանգարանն է, որ բոլոր տարիքի համար հետաքրքիր է։ Նույնիսկ մանկապարտեզի տարիքի, այսինքն նախակրթարաններից մեզ մոտ հաճախում են ամեն տարիքային խումբ ունի իր նախատեսած էքսկուրսիան։ Ամենածանր էքսկուրսիան կամ այսպես ասած խորացված էքսկուրսիան լինում է ուսանողներինը, անհատներինը եւ ավելի տարիքով այսպես ասած այցելուներինը։ Բայց նախակրթարանների համար արդեն 1 տարի է մշակել ենք կրթական ծրագիր ճանաչիր բնությունդ եւ դրա մեջ մտնում է ավելի հետաքրքիր էքսկուրսիա, իրենց մակարդակին հասանելի, տարիքին հասանելի եւ խաղ, ֆիլմի դիտում, հանելուկներով ամփոփում, բավականին մեծ արձագանք ունեցանք դրական եւ ցանկացողները շատ եղան։ Եթե փոքր տարիքի երեխաները գալիս են զուտ ուղակի կենթանի են տեսնում դուրս են գալիս, այս կրթական ծրագիրը օգնում է ավելի, այսպես ասած, նստացնել այդ ստացած գիտելիքը եւ բավականին արդյունքը տեսնում ենք հարցոպատասխանի միջոցով։ Իսկ ունենում եք օրինակ այլ երկրներից զբոսաշրջիկներ, որ գալիս են Հայաստան եւ հատկապես եթե ուսումնասիրում են հայկական բնաշխարհը եւ կենթանատեսակները, հետաքրքիր նաեւ նրանց կարծիքը։ Ունենք, տեսեք, նախարարության հետ համագործակցելով տարբեր երկրներում լինում են այցեր եւ տարբեր երկրներից էլ գալիս են նաեւ Հայաստան, հատկապես գիտական նպատակներով եւ այդպիսի այցերի շրջանակներում գիտությունով զբաղվող շատ, այսպես ասած, անձնավորություններ հաճախում են թանգարան,
տեղեկատվություն են վերցնում, ծանոթանում են Հայաստանի բնաշխարհի հետ, եթե պետք է լինում այն ցուցանմուշը, որը չունենք ցուցադրությունում, բայց ֆոնդապահոցում ունենք, բաց է, իրանք կարող ենք տրամադրել տեղեկատվություն եւ դժգոհ չեն գնում, հիացած են գնում, բոլորը, հատկապես ունենք Ռուսաստանից շատ եկողներ, որոնք, չգիտեմ, ոնց արտահայտեմ իրենց հիացմունքը մեր այդ բազմազանության համար։ Բնության մեջ էլ ասում եմ, ոտքը դնում ես, ուրիշ բան ես տեսնում, մի քիչ գնում ես, ընդհանրապես ուրիշ բան ես տեսնում, եւ այդ տարբերությունը մենք որ ստեղ ենք ապրում մեր երկրում, շատ անգամ չենք նկատում, բայց եթե դու դուրս ես գալիս ուրիշ երկիր ու հետ ես գալիս, արդեն զգում ես տարբերություն։ Ես հենց իմ օրինակով կասեմ, ես էլի գործուղման շրջանակներում գնացինք Չեխիա եւ Չեխիայի բնական միջավայրը կարող էր կիլոմետրերով քայլեր ու միջատ, թիթեռ, ծտի ծլվլոց շատ քիչ լսեիր, բայց մեզ մոտ հենց առավոտը լույսը բացվում է, արդեն թռչունները սկսում են երգել։ Այդ մի ուրիշ բան է։ Պետքա տեսնես, հետո գնահատես։ Ես ուղղակի կուզեմ ասեմ, գնահատեք ինչ ունենք։ Եվ ջուրը, եւ հողը, եւ բնական միջավայրը, որտեղ մենք ապրում ենք, շատ կատարյալ են։ Նաև հատկապես շատ թանգարաններ, այսպես ասած, համարվում են ժամանակակից մոտեցումներին եւ որոշ ցուցադրություններ նաև կատարվում են 3D մոդելավորմամբ։ Կա թանգարանում այդպիսի օրինակ ցուցադրություններ, որոնք ավելի ժամանակակից ձևով են ցուցադրված։ Չեմ կարող ստել, այս պահին չունենք, ունենք միայն հավելված, որը թույլ է տալիս հեռախոսով քաշելու դեպքում ընձառյուծը դուրս է գալիս, այսպես պտտվում է եւ իր հետ երեխաները կարան նկարվեն, միայն այդ ժամանակակից մոտեցումը այդ տաղավարն է, շատ կուզեմ, որ թանգարանը վերանորոգվի եւ հատկապես վերազինվի նոր տեխնոլոգիաներով, օրինակ կարելի է այնպիսի մի տեսարան ստեղծել, որ տվյալ այցելուն իրեն պատկերացնի օրինակ անտառում եւ կենդանիների, ասենք, ձայները կամ շարժը։ Մի ժամանակ հետաքրքրվեցինք, դա բավականին թանկ էր, դեռևս այդ հնարավորություն չունենք, բայց հուսով եմ, որ համագործակցելով եւ միջազգային ընկերությունների շնորհիվ կարող ենք ունենալ ժամանակակից թանգարան, բայց ժամանակակից թանգարանը լիարժեք չի համահունչ չի լինում բնության թանգարանի հետ։ Բնությունը մնում է բնական վիճակում։ Նաև խոսենք ձեր հետագա պլաններից, թանգարանը ինչ նոր անելիքներ ունի, ինչ հետագա պլաններ եւ նաև ինչ նոր հետաքրքիր արշավներ կամ իրազեկման ակցիաներ ցանկանում եք կազմակերպել։ Հենց մենք արշավներ չենք կազմակերպում, բայց մենք տալիս ենք տեղեկատվություն մեր մյուս պոակների համար։ Ես կարճ ներկայացնեմ, որ մեր մյուս պոակները դրանք բնության հատուկ պահպանվող տարածքներն են, որտեղ գործում է էկոկրթական туриզմի, այսպես ասած, ճյուղ։ Կարող են յուրաքանչյուրը ներկայացնել հայտ, թույլատրություն ստանալ եւ նույնիսկ Խոսրովի արգելոց կարելի է դպրոցական այցեր, տուրիստական այցեր կազմակերպել։ Եվ մենք տեղեկատվություն ենք տալիս հատկապես տուրիստներին, բավականին շարժ կա եւ Խոսրովի արգելոց եւ Արփիլիճ, Սևան ազգային պարկը բոլորս գիտենք, այնպիսի վայրեր եմ ասում, որ ավելի ոնց որ սահմանափակ են եղել ժամանակին այցերը։ Զանգեզուր կենսոլորտային համալիր բավականին, Դիլիջան ազգային պարկ իր հետաքրքիր տեղադրությամբ եւ ասենք մշակութային որոշակի առավելություններով ամենտեղ կարելի է գնալ։ Հայաստանի Հանրապետության պետական թանգարանը տալիս է ուղղություն եւ որոշակի տեղեկատվություն, ուր կարելի է գնալ էքսկուրսիաներով։ Իսկ թանգարանը բացի իր էքսկուրսիաներից, որը ամբողջությամբ կարելի ասել էկոկրթություն է, մշակում է 2 նոր կրթական ծրագրեր։ Մեկը կվերաբերվի Կարմիր գրքին, երեխաները կգան, կլսեն էքսկուրսիա, կծանոթանան Կարմիր գրքյան կենդանիների հետ, խնդիրներին, ինչու են անհետացել կենդանիները, ինչպես կարելի է վերականգնել եւ իրենց ձեռքերով կարող են պատրաստել Կարմիր գիրքը։ Մյուսը ամենաառաջնային, այսպես ասած, խնդիրներից մեկը թափոնների մասին կխոսենք, վերջում գործնական աշխատանք, դա մշակման փուլում է, իրենց ձեռքով կտեսակավորեն թափոնները, բավականին օգտակար ինձ թվում է կրթական ծրագիր կլինի այսօրվա դաստիարակությունը բարձրացնելու համար, կրթական, էկոկրթական։
Նաև մեր զրույցը ամփոփելով ես կցանկանայի խորհուրդ տայք եւ մեր հասարակությանը, նաև հեռուստադիտողներին, ինչ կարևոր քայլեր կարող է անել հասարակ քաղաքացին բնության պահպանության գործում են ամենակարևոր քայլերը, որ կարող ենք անել։ Միջև քաղաքացուն անցնելը ես ուզում եմ մի քանի կետով անդրադառնալ երեկվա միջոցառումներին։ Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված մենք ունեցել ենք կենսաբազմազանության 1 շաբաթ։ Ամսի 16-ին շաբաթը սկսվել է թանգարանում գիտաժողովով, քննարկվել են խնդիրները, էկոհամակարգերի դեգրադացիան, ինչպես կարելի է կանխել։ Դրանից հետո այցելել են վայրի բնության պահպանության տարածք, այնտեղ է գիտաժողով եղել։ Երեկվա ամենամեծ միջոցառումը հենց երեկվա հետ կապված Սևանալիճ բաց են թողնվել 38800, եթե չեմ սխալվում, մանրաձուկ իշխան տեսակի, որը գիտեք էնդեմիկ է մեր Սևանալիճի համար եւ անհետացող տեսակ է համարվում։ Այս տարվա կտրվածքով 520,000-ը պետք է անցնի, նույնիսկ ասում են կարող է 800,000 անցնի, տարին 2 անգամ են բաց թողում, այս տարի նախատեսվել է 3 անգամ։ Եվ մյուս միջոցառումը Դիլիջան ազգային պարկում կա եղնիկների ազնվացեղ եղջերուների բուծարան, որտեղից ամեն տարի որոշակի քանակով դուրս են բերվում, այսինքն բաց են թողնվում բնություն։ Անցած տարի 10 առանձնյակ է բաց թողնվել, այս տարի 9 առանձնյակ, բայց տեղափոխվել են լոռի տարածաշրջան, որ նույն տեղում չլինեն։ Եվ 9 առանձնյակ բաց են թողնել բնություն։ Դա մեծ ցուցանիշ է եւ օգնում է այսպիսի գործողությունները օգնում են այն տեսակին, որ անհետացման է վերականգնվել եւ վերադառնալ վայրի բնություն։ Իսկ ինչ կհաղորդեմ կամ ինչ կասեմ մեր հասարակությանը, սիրեք բնությունը։ Գնահատեք ինչ ունեք։ Առանց բնության հնարավոր չի մարդու ապագան, որտեղ մենք էլ բնության մի մասնիկ ենք եւ այդ օղակը, որ ես սկզբից ասեցի, այդ օղակի վերջում մենք ենք, որը պտտվելով մեր տվածը հասնում է մեզ վատ անդրադարձի տեսքով։ Երևի այսքանը։ Շնորհակալ ենք շատ Տիկին Գալստյան հետաքրքիր զրույցի համար։ Ես ինքս շատ սիրում եմ բնությունը, շատ երևի դա էլ նպաստել է, որ իմ ոլորտը ես ընտրեմ։ Ես ինքս ավարտել եմ Երևանի պետական համալսարանի աշխարհագրական ֆակուլտետը, դասավանդել եմ աշխարհագրություն առարկա երկար տարիներ, թանգարանում աշխատել եմ ֆոնդապահ եւ մտնելով բնապահպանական ոլորտ, զուտ իրոք սիրահարվել եմ այդ մասնագիտությանը։ Խորհուրդ կտամ բոլորին։ Շնորհակալություն հրավերի համար։ Սիրենք մեր բնությունը։ Այո։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք Հայաստանի բնության պետական թանգարանի տնօրեն Լիլիթ Գալստյանի հետ։ Այս պահին մեզ մոտ երաժշտական ընդմիջում է, լսենք երաժշտություն եւ շարունակենք եթերը։ Մենք շարունակում ենք եթերը հարգելի հեռուստադիտողներ եւ հիմա հերթը օգտակար խորհուրդներին է եւ այսօր միասին խոսելու ենք տանձի մասին։ Շատերը չգիտեն, որ աշխարհում կա տանձի ավելի քան 1000 տեսակ, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է աճելու պայմաններով, չափերով ու պտուղներով, սակայն բոլորն էլ հարուստ են օգտակար նյութերով ու շատ օգտակար են մարդու օրգանիզմի համար։ Օգտակար նյութերի թվում են A, C, K, PP վիտամիններն ու B խմբի բոլոր վիտամինները։ Բացի այդ, պտուղները պարունակում են մեծ քանակությամբ կալիում, կալցիում, նատրիում, մագնեզիում, ֆոսֆոր, ծծումբ, երկաթ, քլոր ու բոր։ Մեկ տանձը պարունակում է բջջանյութի օրական նորմայի մինչև 20%-ը։ Այդ ծննդային բջջանյութերն անհրաժեշտ են մեր մարսողական համակարգին։ Բացի այդ, բջջանյութը կապում է ճարպային թթուները, դրանով իսկ նվազեցնելով խոլեստերինի մակարդակը։ Ամենից շատ ծննդային բջջանյութ պարունակում է թեթև չհասած տանձի մեջ։ Հետաքրքիր է, որ այս մրգում շատ շաքար կա, բայց այն ավելի քիչ վնաս է հասցնում դիաբետիկներին, քան օրինակ խնձորը, քանի որ այն մեծ քանակությամբ սորբիտ է պարունակում։ Եվ այս քաղցր նյութը հատկապես վտանգավոր չէ դիաբետիկների համար։ Պետք է հաշվի առնել, որ տանձի կեղևը ոչ պակաս օգտակար է, քանի որ այն ունի ֆլավոնոիդներ, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում սրտի եւ անոթների վրա, ինչպես նաեւ նվազեցնում է մազանոթների փխրունությունը, արյան կարմիր բջիջները դառնում են ավելի առանձգական։
Մասնագետները խորհուրդ չեն տալիս, սակայն սոված ժամանակ տանձ ուտել, քանի որ այդ բջջանյութի բարձր պարունակության պատճառով։ Բանն այն է, որ այդ կոպիտ բջջանյութով հարուստ մթերքները գրգռում են ստամոքսը եւ աղիների լորձաթաղանթը։ Սա կարող է փորացավ ու ստամոքսի գծկումներ առաջացնել։ Ի բոլոր օգտակար հատկություններով հանդերձ, տանձն օգտակար է միայն չափի մեջ, օրական ընդամենը մի քանի անգամ։ Ավելորդ օգտագործումը հանգեցնում է ստամոքսի խանգարումների։ Այն խորհուրդ չի տրվում օգտագործել այն մարդկանց, որոնք ունեն ստամոքսի խոց, գաստրիտ ու աղեստամոքսային տրակտի այլ հիվանդություններ։ Թթու տեսակների պտուղները հակացուցված են տարեց մարդկանց։ Դրանք խորացնում են նյարդային համակարգի խանգարումները, ինչպես նաև մեծացնում են ախորժակն ու դժվար են մարսվում։ Պետք է հիշել, որ տանձի վրայից չի կարելի անմիջապես ջուր խմել, քանի որ դա հանգեցնում է պտուղների խմորման եւ օրգանիզմի խանգարմանը։ Այսքանը տանձի մասին, իսկ հիմա իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, հեռուստաէկրանների առջև եմ հրավիրում մեր ամենաճանապարհորդասեր հեռուստադիտողներին, քանի որ այսօր միասին այցելելու ենք Միջին Արևելքի սրտում գտնվող մի երկիր, փոքր, բայց շատ պատմամշակութային տեսարժան վայրերով հարուստ երկիր։ Դա Քուվեյթն է։ Չնայած իր համեմատաբար փոքր տարածքին, Քուվեյթը աշխարհում հայտնի է իր հսկայական նավթային պաշարներով, տնտեսական ներուժով ու յուրահատուկ մշակույթով։ Հիմա միասին առաջարկում եմ ծանոթանանք Քուվեյթի հետ։ Քուվեյթը փոքր, բայց ռազմավարական նշանակություն ունեցող պետություն է արաբական թերակղզու հյուսիս-արևելքում, հանդիսանալով նավթով հարուստ և բարձր եկամուտ ունեցող երկիր։ Այն սահմանակից է Իրաքին հյուսիսից, Սաուդյան Արաբիային հարավից և ծովային սահման ունի Իրանի հետ։ Քուվեյթի տարածքը կազմում է 17818 քառակուսի կիլոմետր։ Երկիրը հիմնականում անապատային է, հարթ և ավազոտ լանդշաֆտներով։ Քուվեյթի տնտեսությունը հիմնված է նավթի արդյունահանման վրա։ Երկիրը ունի մոտ 104 միլիարդ հաստատված նավթի պաշարներ և աշխարհում զբաղեցնում է 6-րդ տեղը։ Քուվեյթը սահմանադրական էմիրություն է, որտեղ իշխանությունը կենտրոնացած է Ալ-Սաբահ ընտանիքի ձեռքում։ Չնայած խորհրդարանը ընտրված է, սակայն գործադիր իշխանությունը նշանակվում է էմիրի կողմից։ Զբոսաշրջության ոլորտում Քուվեյթը զարգացնում է մշակութային և քաղաքային նախագծեր, ինչպիսիք են Քուվեյթի աշտարակները, Ալ-Համարա աշտարակը և Ալ-Շահիդ զբոսայգին։ Քուվեյթը հիմա կանգնած է տնտեսական դիվերսիֆիկացման և քաղաքական կայունության ապահովման առաջ։ Քուվեյթ 2035 տեսլական ծրագիրը նպատակ ունի վերափոխել երկիրը, դարձնելով այն տարածաշրջանային տնտեսական կենտրոն։ Սիրելի հեռուստադիտողներ, այսքանով ավարտում ենք մեր հաղորդումը եւ շնորհակալություն եմ հայտնում, որ այս շաբաթ եւս հետևեցիք մեզ։ Ձեզ մաղթում եմ 2 օր հաճելի հանգստյան օրեր, իսկ մենք արդեն կհանդիպենք երկուշաբթի նոր թեմաներով եւ նոր հետաքրքիր հյուրերով։